2018 թվականից Փաշինյանի իշխանության գալուց ի վեր երկրի անվտանգային քաղաքականության առանցքային կառույցներից մեկը անվտանգության խորհրդի գրասենյակը ղեկավարող Արմեն Գրիգորյանի պաշտոնակությունը դարձավ Փաշինյանի ամենաանսպասելի կադրային փոփոխություններից մեկը։ Մինչ մամուլը տևական ժամանակ է քննարկում էր ազգային ժողովի նախկին նախագահ Փաշինյանի մտերիմ Ալեն Սիմոնյանի հնարավոր նոր նշանակումները, ոչ մի ենթադրություն կամ տեղեկություն այն մասին, որ նա կարող է դառնալ անվտանգության խորհրդի քարտուղար ու փոխարինել Արմեն Գրիգորյանին։ Այսօր սակայն իրադարձությունները զարգացան կայծակնային արագությամբ։ Նախ լուրը հայտնվեց մամուլում, ապա Փաշինյանն ինքը առանց պատճառները բացահայտելու հայտարարեց Գրիգորյանին պաշտոնից ազատելու որոշման մասին։ Արմեն Գրիգորյանը հուզված հրաժեշտ տվեց կառավարությանը։ Շնորհակալություն պարոն վարչապետ ջերմ խոսքերի, վստահության եւ համատեղ աշխատանքի համար։ Քանի որ այսօր աստղագիտության թեմա մի քիչ գերիշխում է, մի համեմատություն էլ ես անեմ, իմ պաշտոնավարման շրջանը համեմատելի է, որ եթե լույսը երկրից դուրս գար, այդ սկսելու ժամանակահատվածում հասած կլներ ամենամոտ աստղի մոտ, հետ կգար եւ նորից ճանապարհ դուրս եկած կլիներ եւ այս ամբողջ ժամանակահատվածի աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին, իհարկե մի քիչ էմոցիոնալ դարձա։ Ինչով է զբաղվելու Արմեն Գրիգորյանը, արդյոք նշանակվելու է այլ պաշտոնի? Փաշինյանն ասում է, նա հրաժարվել է կառավարությունում որևէ պաշտոն ստանալուց։ Ես իրեն աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում, ինքը ընդհանրապես պետական ծառայության մեջ առաջիկայում կարծես թե նախընտրում է պաուզա վերցնել։ Գրիգորյանին Փաշինյանը սեփական որոշմամբ է պաշտոն անկարել։ Նա այդպիսով փաստացի պաշտոն է ազատել ազգային ժողովի նախագահի աթոռը լքած Ալեն Սիմոնյանի համար։ Այո, ես եմ այդ որոշումը կայացրել, դա կախված է նաև դուք գիտեք, որ ցանկացած քաղաքական process-ը իր հետ բերում է նաև որոշակի ազդեցություններ, հետևանքներ, վերադասավորումներ, եւ սա պետք է դիտարկել այդ համատեքստում։ ՔՊ-ում ասում են Գրիգորյանի պաշտոնից ազատման հարցը չի քննարկվել, բայց իրենց համար դա անակնկալ չէր։ Հարգելի լրագրողներ, շատ նորմալ է, որ մարդը 6-7 տարի ինչ-որ մի պաշտոնում աշխատելուց հետո այլ պաշտոնի է տեղափոխվում։ Դա նորմալ է եւ կարծում եմ նույնիսկ երբեմն անհրաժեշտ։ Արմեն Գրիգորյանը Փաշինյանի թիմի ամենաառանցքային պաշտոնյաներից է եղել այս տարիների ընթացքում, առաջ տանելով նրա խաղաղության օրակարգն ու ամբողջովին ներգրավված լինելով հայ-ադրբեջանական գործընթացներում։ Հենց նրան էր Փաշինյանը վստահել ուղիղ բանակցությունները Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևի հետ։ Բացի այդ, Գրիգորյանն այն պաշտոնյաներից էր, որը ակտիվորեն լծված էր Հայաստանի Եվրոպական միության հետ մերձեցման գործընթացներում։ Համարվում էր Բրյուսելի հետ կապերը պահպանող առանցքային դեմքերից մեկը Փաշինյանի թիմում։ Դա թերևս պատահական չէ, հաշվի առնելով, որ նախքան պետական պաշտոններ զբաղեցնելը Գրիգորյանն աշխատել է հասարակական կազմակերպություններում ու քաղաքացիական հասարակության ոլորտում ու մամուլում հաճախ որակվել է որպես սորոսական բաց հասարակության հիմնադրամների հետ համագործակցության պատճառով։